Եկեք շատ լավ հարց էր։ Շնորհակալություն հարցի համար։ Հիմա ուշադիր sense նայում ենք, տեսնում ենք, որ բոլոր տեղերում եւ ուրեմն սկսած Նորվեգիայից, Ալյասկայում նահանգապետը նախաձեռնած 1974 թվականին եւ արաբական երկրներում եւ նաեւ Պարսկաստանում կողքա վերևից էդի որոշում կայացրեցին։ Հիմա սակայն հիմա վերցնենք արաբական այդ պետությունը։ Սկզբից այս շեյխերը 50-ականների վերջ 60-ականներին, որ նավթի մեջ սկսին բան անել, արդեն կոֆեն ու չայը դոլարը վառելով էին, չէ՞, բան անում, այդ կայֆերի մեջ բանման։ Դա մի սերունդ էր դեբիլների, որ այսօր մեր դեբիլներին են նման զուգահեռով։ Սրանք անցան։ Սրանց տղերք եկան, որոնք կրթություն են ստացել, Սորբոնում sense-նից։ Սրանք ասին, այ ժողովրդի ինչ բանման, մենք բարձր ենք sense-նից։ Սրանք էլ անցան։ Եկավ երրորդ սերունդը, ասեց, ախպեր ջան, ամեն ինչ արդեն տեսած, հանգստացած սերունդը, բայց մի բան չթողեմ ես իմ ժողովրդին, ասեց չի լի։ Եվ սեփականությունը տվին ժողովրդին, սկսեցին սարքել այդ Դուբայներ, SM եւ այլ։ Հասկանում ես, արդեն իրանց համար այդ կենթանական կայֆերը անցյալը բավարարված են, հեչ վեժները չի։ Երբ որ ես նայում եմ նույն զուգահեռը տեսնում եմ եւ Ալյասկայում եւ Նորվեգիայում եւ արաբական աշխարհում եւ Պարսկաստանում եւ այլ, դա թեոկրատիա չէ, բայց այն էլ ունի process անցման։ Ես տեսնում եմ, որ դա գալիս է գիտակցությունից, այսինքն այդ սեփականությունը եւ կառավարման ուժը, իշխանությունը ձեռքը, այդ վարչական խումբը մի որոշակի սերունդ հետո երեխեքը, թորները կամ ծորները, սկսում են երկրի համար անել։ Եվ չեն հետապնդում ինչ-որ խնդիր։ Իրանց գլխավոր խնդիրը մենքն է, ինչպես լուծել մեր հարցը։ Դե գուցե միապետություն սարքել, որ ժառանգներով անցնի ու հանգստանա։ Միապետության մասին չեմ խոսում։ Չէ, կներեք, թագավորական ընտանիք։ Ալյասկայում թագավորականը նույնը ասեմ կարծես Նորվեգիայում ճիշտ է, այնտեղ թագավոր կա, բայց ընտանիքը որոշում չկայացրեց ու չէր կարա։ Այնտեղ ամբողջ տնտեսական վերնախավի մասին է խոսքը։ Հասկանում եք։ Բայց մեր մոտ էվոլյուցիան ինչ որ չի ստացվում, մեր մոտ հակառակը։ Դուք հələ 30 տարի եք։ Մենք հələ 30 տարի ենք անկախ։ Եվ մենք հələ այդ երկրորդ սերունդին չենք տեսնում, որ ավելի վտանգավոր է ալնում, ասեմ, քան առաջի սերունդը։ Նայեք 90-ական թվականներին ոչնչացնել, առնել, փախնել։ Էս տեսել եք, չէ՞, տեսել ենք։ Նախարարը նշանակում մի քանի միլիոն դոլար առնում, թռնում է Ֆրանսիա։ Առաջ կարգին ինտելիգենտ մարդեր դասախոս բանման, չէ՞։ Հետո կրակել իրար փրթոցի, էս օբյեկտը իմն է, էս օբյեկտը քոնն է, էս անցանք։ Հաջորդը եկավ, կարծես մյուս։ Այս ամեն ինչը փուլային է, նույնը նայեք, տեսնեք, որ կարծես շատ երկրներում այդ փուլերը անցել են։ Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մենք նախ փոքր ենք եւ չունենք այդ շքեղության ժամանակը, որ նորից ընթացքով է տալ։ Մեզ պետք է թռիչքային։ Ինչ ենք անում դրա համար։ Դրա համար ես եւ դուք հիմա զրուցում ենք, խոսում ենք, բացահայտում ենք, որ բախներս որ բերեց այդ ղեկի հետևում նստածը կամ այդ փողի տոբրակի վրա նստածը մեկ էլ ավելի շուտ հասկանա այդ զուգահեռները, որ մայից հետո բան չի տանելու նույն 6 արշին հողն է։ Այդ դրա համար է այս հարցազրույցը ու այս թեման։ Եվ ձեր գիտակցությամբ, եւ իմ գիտակցությամբ ընտրելով այս թեման։ Ես հուսամ, որ այո, կարևոր մարդիկ կնայեն այս հարցազրույցը եւ բարբերաբար մենք անդրադառնանք այս թեմային,
Գուցե եւ այո, ճիշտ եք ասում, որ այս կերպ նպաստ են, չնայած լուրջ պետություններում սիստեմավորված եւ որպես ռազմավարություն է դա ընդգրկվում, ոչ թե լուրջ պետություններ ես օրինակ բախտերս վերի նայի գերագույնը։ Նայեք, ես լուրջ պետություն այստեղ ինչ նայի։ Ես լուրջ պետություն չեմ ընդունում Գերմանիան։ Ես լուրջ պետություն չեմ ընդունում Ֆրանսիան։ Դրանք կործանված երկրներ են։ Հիմա, հենց հիմա։ Դրանք նույն process-ով կործանվել են, ինչ որ ժամանակին Շումերը կործանվեց, Հռոմեական կայսրությունը կործանվեց ու տենց 100 օրինակներ։ Նայեք, միշտ հաղթում է դեմոգրաֆիան, ներսից է վարի գնում։ Երբ որ կենտրոնական Եվրոպայի բանկիրները եւ կորպորացիոն էլիտան որոշեց 3-4 անգամ էժան աշխատուժի պատճառով ֆրանսիացուն գործի չվերցնի եւ դրսից էմիգրանտին, հա, Սևա Արաբիայեսայինը առանց հարցնելու կրթություն ունի, չունի, պետքա, պետք չի, հանցագործա, քանի անգամ դատվել, չի դատ։ Ասես մեծ թափով բերին լցրին այդ երկիր ու արդեն քանի երրորդ սերունդ է եւ դեմոգրաֆիայի Ֆրանսիայում ֆրանսիացին 38%-ն է։ Իրանց դեմոկրատական օրենքներից օգտվելով էլ չադրան փակ դեմքը պասպորտի մեջ նկարով ասում է բաց տենամ սահման պետք է ասում է փախար ասում։ Այս ինչ կոնստիտուցիա, այս ինչ օրենքով իրանք ունեմ եւ այլ։ Ես այս ինչ որ ասում եմ, իմ դիտարկումը իր հերթին, բայց շատ լավ ընկեր ունեմ Նիկոլան, որը շատ բարձր պաշտոններ է եղել միջազգային տարբեր երկրներում եւ մաքուր ֆրանսիացի է, հա, այս իր խոսքերն է։ Ասում է Ֆրանսիա չկա։ Հասկանում ես, ասում է զանգել է ինձ, ասում է տեսար աշխարհի չեմպիոնատը։ Ասում հա։ Ասում է մի հատ սպիտակ կար, ասում է մեր այդ ֆրանսիացի կար, ասում է մեր հավաքականի մեջ սա սև էին, հիշում ես Պետրանց մի քանի 4-6 տարի առաջ էր, է։ Կար Գրիզմանը։ Մի հոգի կարծեմ, չէ, հա։ Էն էլ Գրիզման ֆրանսիական ազգանուն չի։ Հետ էլ ուրեմն անցավ։ Ասում է դու հասկանում ես ինչա կատում, եւ դա կոչվում է ազգային հավաքական։ Եթե մենք այս ճանապարհով ենք գնալու, ապա այդ ձեր ասած լուրջ պետությունները արդեն խրխռոցի վրա են։ Պարոն, ավարտում ենք, եթե էպոսը վերցնում ենք որպես մեր էպիկական կամ, չգիտեմ, մեր արարման, աշխարհի արարման, հայերիս ինքնության այսպես բան, սկզբնաղբյուր, ինչ եղավ վերջում։ Մերը փակվեց Ագրավաքարում։ Ներողություն, միջև փակվելը հողը իր ոտքի տակ չէր դիմանում։ Նա գալբացել էր հողը։ Ասեք գալբացել, այսինքն արարչական օրենքներին հակասության իսկ ինքը արդար էր։ Արդար էր։ Փչացավ բնությունը, մարդկությունը, այդ փոքրիկ մարդուկները արդեն սկսեցին ապականել երկիրը։ Այս ալեգորիան կխնդրեմ բացատրել եւ զուգահեռել այսօրվա Հայաստանի հետ, թե ինչ է մեզ սպասվում։ Մի քանի րոպե ու ավարտենք։ Ախր այդ մի քանի ձևով կարելի է մեկնաբանել, արդյոք մենք իրանք ունենք ազատ ձևով մեկնաբանել, քանի որ ինքը տիեզերական էպոս է։ Այդ ամեն աստված աստեղատուն է։ Փոքր մերն էլ է աստեղատուն։ Ինքը Քիրոնի համաստեղությունն է։ Այդ տեղերը մերի դրան արձանագրությունը որ արտականից թույլ տվեց ամբողջ խորենացու բոլոր այդ դիցապատումների հերոսներին Հագևբել եւ այլ բոլորը բացահայտել թե ով է ինքնություններով եւ այլ մերի դրան արձանագրությունը մի հատ ոսկե բանալիա որ դուր փորձում ես բոլոր դռները բացում մեր պանթեոնը մաքուր ձև դրած է բոլոր աստվածների անունները հայերեն է այդ հաջորդ գիրքը sense դրա մասին է հիմա փոքր մեհերը ագրավակարում նախ գիտեք որ ագրավ աստեղատուն կա այդ ագրավ աստեղատունը բարձրանում հենց ագրավակարի վերևը
Դրանք աստեղատներ են։ Միջև այնտեղ մտնելը փոքր մհերը կռվեց 7 Աստծո կողմից ուղարկած 7 հրեշտակների հետ։ Դրանք պլեյադներն են, 7 պլեյադները, հա, որոնք տարին էին սկսում գարնանային գիշերավասարը։ Սա ուրիշ բանի մասին, հասկանում եք, երբ որ Գութանի, երբ որ ծնվեց փոքր մհերը, չէ, Գութանի բաները քսեցին, չէ, ձեռը, որ խփեց պատրեց, ինչ է դա նշանակում, այսինքն ցուլի համաստեղության ավարտը։ Մենք խոսում ենք 6000 տարի առաջվա մասին, երբ որ աշխարհակարգը ցուլի համաստեղությունից անցնում է դեպի խոյ, այդ պիրուդի մասին է, այդ ձեռն էլ խուփ է, քերիթորոս մաժես, բացեց, տեսավ կաթ մի արյուն բռան մեջ, ասում է աշխարհարեմ մի կաթ, արյուն, սա տիեզերա փուլի ավարտի եւ նոր տիեզերակարգի վերադարձի մասին է մհերի դուրս գալու հետ կապված, ինքը ոչ միայն ավերում է հին աշխարհը, ղալբացած աշխարհը, այլ ստեղծում է նոր աշխարհ։ Նույն զուգահեռը կա Վեդաներում Աստված 12 ժամ քնում է, 12 ժամ արթուն է, այդ իր արթուն ժամանակ 4 միլիարդ 320 միլիոն տարվա ընթացքում ձևավորվում է նյութական տիեզերքը, որ իր մտքի արգասիքա, որը ունի 4 փուլ՝ ոսկյա, արծաթյա, բրոնզա եւ կալիյուգա, երկաթյա։ Կալիյուգան վերջի փուլն է, փոքր մհերը կալիյուգան են ներկայացնում, որը փակվում է, որ նորից հետ վերադարձով բացվի ոսկյա շրջանը։ Այս էպոսի վերջաբանը նույն զուգահեռն է ինչ որ վեդաներում է, հա, նույնիսկ թվերը, ափսոս դուք մերը դրան առեղծվածը ֆիլմը որ նայեք, այնտեղ ամեն ինչ տալիս է, հստակ էպոսի մեջ պատումներ կա, որ թվերով են ասում է, ամեն վարդևորին մհեր դուրս կգար, մեկ սահատում կանցներ 40 ավուր ճամփա, 40 օրվա ճամփա մեկ վայրկյանում, 40 օր այդպես կերթար, նորից պիտի բազմապատկես կա, վեր կգար քարին, խողը ղալբցել է, ծանրություն չի պահում, հետ է դառնում, այս 5-րդ դասանի, 7-րդ դասանի մաթեմատիկական խնդիր է, հաշվում ես, տեսնում ես ինչ, ամբողջ պրոցեսայի օրենքով հստակ տալիս է, այդ թվերը մհերի անցած ճանապարհը ցույց է տալի տիեզերական բրահմայի կյանքի տևողությունը 4-րդ փուլում ինչ որ վեդաներում է գրած։ Ես քեզ փոքր մհերի մասին ենք խոսում։ Իսկ նրանք ասում են պատմական անց, ազգային ազատագրական շարժում, ինչ որ sense աղմախություններ։ Սա տիեզերաբանություն է։ Անշուշտ ազգային խարակցերը իր ակնկալիքները աշխարհից եւ աշխարհին իր տալու խնդիրները այդ ամեն ինչը իր մեջ, բայց սա տիեզերական այն ժամանակների համար աշխարհաճանաչողական համակարգի մասին է խոսքը եղել։